Ավտոմեքենայի կառուցվածքի դասեր սկսնակների համար, մաս 18-րդ, Engine Control Unit։ Սա մեքենայի էլեկտրոնային կառավարման համակարգն է, որը վերահսկում է շարժիչի աշխատանքը և կամ այլ համակարգեր, կախված կոնկրետ EKU-ի տեսակից։ Դա փոքրիկ համակարգիչ է մեքենայի մեջ, որն իրական ժամանակում մշակում է մի շարք ցուցանիշներ հավաքած տարբեր սենսորներից շարժիչի աշխատանքը օպտիմալացնելու համար։ Շարժիչի կառավարման համակարգիչը սովորաբար կատարում է հետևյալ հիմնական գործառույթները՝ վառելիքի մատակարարման վերահսկում, կայծ տալու ժամանակի կարգավորում, արտանետումների վերահսկում, շարժիչի պտտման արագության կառավարում, թաքնված խոտանների ախտորոշում և պահպանում հիշողության մեջ, տուրբոբուստի, EGR փականի, սառեցման և այլ համակարգերի կառավարում։ EKU-ի կամ դրա հետ կապված համակարգերի անսարքության նշաններն են՝ վառվում է check engine լույսը, շարժիչի աշխատանքը անկայուն է, ավտոմեքենան չի գործարկվում կամ հաճախ անջատվում է, վառելիքի բարձր ծախս, հզորության կորուստ, թույլ արագացում, արտանետումների վատ ցուցանիշներ, սառը գործարկման դժվարություններ, սխալ ազդակներ կամ կապի բացակայություն OBD սկաներների հետ։ Եթե կան վերոնշյալ խնդիրները, անհրաժեշտ է ստուգել OBD2 սկաներով սխալների կոդերը, ստուգել սենսորները, վերանայել մալուխները և կցումները, կատարել EKU-ի վերաբեռնավորում կամ վերածրագրավորում, ծայրահեղ դեպքում փոխարինել EKU-ն։